Ողջույն հարգելի հայրենակիցներ, այս ընտրությունների շեմին բավականին մարդիկ կարճել են Ռոբերտ Քոչարյանից, գերագույն կարճողը եղել է Արման Թաթոյանը։ Արման Թաթոյան, դու սրանից 3 տարի առաջ, սեպտեմբերի 4 տարի առաջ, կներեք իհարկե, սեպտեմբերի 13-ին Կարին Տոնոյանի հետ, երբ որ ունեիր վլաստ, իշխանությունը վերցնելու, ինչու չգնացիր այդ քայլին, այդ ականք, դու Միշիկի շիշիկն ես, քո հետ միասին Ավետիք Չալաբյան կոչվածդ, դու կչեք հել է Մեյդան, ընկե սարքե Մայդան, դուք մեկա շեմ չեք կարա հաղթարի, ձեզ տվողը առնվազն պտի տգետ լինի, պտի ստոր լինի, որ ձեզ քվետա, դու քեզնից ինչ է, նորիկյան դվան ես դու, ուրիշ ոչ մի բան, 21 թվականի ընտրությունների օֆիցիալ տվյալները փաստապացույցեցին, որ մենակ Ռոբերտ Քոչարյանն էր ընդդիմություն, այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանն էլ ընդդիմություն չէր, իշխանության լծակներն էր պաշտպանում, այնպես որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում եք, Ռոբերտ Քոչարյանը գալու է վլաստի, այն Վազգենի քուր Արամ Սարգսյանն էլ էր կպե, բա Սամվել Կարապետյանին թեկնածությունը դնում են, որ Ռոբերտ Քոչարյանից վրեժ լուծեն, ոչ, Սամվել Կարապետյանից թեկնածությունը դնում են, որ պլան B-ն այից առաջ չընկնի, որ չդնեն, Սամվել Կարապետյանի թիմը կելնի ISF կանի, քեզի ու Քուշիգախմբին, Նիկոլ, Վազգենի քուր Արամ, ու տենց ընդեղ Սամվել Բաբայան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, ու տենց լրիվ այդ մանած օբլիգացիաներով, հանգիստ թողեք ես իրական ընդդիմությանը, էլի, արա մարդ եք յանիմ թե, դուք Հայաստան եք ուզում կործանեք, թե երկրի շահերն եք բխում, չգիտեմ, ձեր անձնական շահը գերակա էլ է երկրի պետական պետություն պայելու շահերից, մարդ եք արա նամարդներ, ես ինչ եք անում, դու Վազգենի քուր վաբշե խոսալու իրավունք չունես, է, դու վաբշե, բացարձակապես, դու Ռուսաստանին դեմ ես, Նիկոլը առանց Ռուսաստան չէր կարա գործունեություն ծավալել, այ քաղաքական պոտենցիալ պոռնիկ, դու ոնց ես կարողանում 3 քաղաքապետ ունենալ քո Երևան քաղաքում, այդ էլ հաջակցեց քեզի Սերժ Սարգսյանը ընտրություններին, Երևանի քաղաքապետի ընտրություններին Սերժն ալ քո լծակները օգտագործել, ինքը որ թեկնածություն չդրեց, պարզ երևաց, որ ինքը աջակցեց, որ Քոչարյանին քիչ կվե գնա, անենց որ այսքան ժամանակ, որ դուք այդ դայլայլում եք, այդ տրանս, ես ձեզ կուղորդեմ դեպի այլ տեղ, այսօր իրական ընդդիմությունը ասել եմ, ասում եմ, կասեմ, Վարդան Ղուկասյան Գյումրիի, Տաշիր Սամոն, Ռոբերտ Քոչարյան և Գագիկ Ծառուկյան, այլ ընդդիմություն այս պահին չկա, նետվեք սա պատմության աղբար կղը, ժողովուրդ, խնդրանքս է, դիտեք և տարածեք, հետո ասում են զայրացած մի խոսա, այսօր չապլախների վրա ոչ չզայրանանք,